Ինչու դժոխք կգնշվի որպես հավիտենական պատիժ։ Արդար Աստվածը և դժոխքի անխուսափելիությունը։ Դժոխքը ընտրված ճանապարհ թե Աստուծո դատաստան։ Տեր Հիսուս խոսեցավ դժոխքի մասին, արդյոք մենք պետք է լռենք։ Գմերժես Աստծո սերը, կմոտենաս դժոխքին։ Այսօրվա սերտողության մեջ մենք պիտի ներկայացնենք դժոխքի աստվածաշնչական և աստվածաբանական իրականությունը ըստ Քրիստոսի խոսքերուն։ Արդյոք դժոխքը հնացած հոգեբանական վախեցում է միայն, թե արդար դատաստանի իրական արտահայտություն։ Այս սերտողությունը կվերլուծե, թե ինչու պատիժը հավիտենական է, ինչպես կձևավորվի դժոխքը մարդու ընտրության հիման վրա և ինչպես Աստված, սիրո Աստված, նաև արդարության Աստված է։ Եվ այս սերտողությունը հիմնված է Մատթեոս 25:46-ի, Ղուկաս 16-ի, Եզեկիել 33-ի, Սաղմոս 7-ի և Սուրբ Հայրերու վկայություններու վրա։ Ողջույն հանապազօրյա հացի սիրելի ընտանիք, թող Քրիստոսի սերը և խաղաղությունը բոլորիս հետ լան։ Ինչու դժոխքը կգնշվի որպես հավիտենական պատիժ։ Սիրելիներ, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր պիտի մոտենանք թեմայինը, որ շատերու համար կամ ցավալի է, կամ մտահոգիչ, կամ լիովին մերժված է այս թեման։ Ինչու դժոխքը կգնշվի որպես հավիտենական պատիժ։ Ժամանակակից մարդը դժոխքի մասին խոսքը կտեսնե իբրև հոգեբանական սպառնալիք կամ հնացած պատկերացում, բայց եթե մենք հավատքի մարդ ենք և կընդունենք Սուրբ Գրքի ճշմարտությունը, ապա չենք կրնար անտեսել այն իրականությունը, որ Տերը ինք հաճախ հստակորեն հայտնած է։ 1. Դժոխքի գաղափարին աստվածաշնչական աղբյուրները։ Դժոխքի գաղափարը ծագում ունի Քրիստոսի ուսուցումեն։ Ան ինք խստիվ կխոսի այս մասին։ Ըսելով Մատթեոս 10:28-ի մեջ. «Մի վախնաք անոնցմէ, որ մարմինը կսպառնան, բայց հոգին չեն կրնար սպանել։ Վախցեք անոնցմէ, որ հոգին ու մարմինը կրնան գործընծնել գեհենի մեջ»։ Քրիստոս բազմիցս կգործածե գեհեն բառը իբրև հավիտենական բաժանում Աստուծմէ։ Օրինակ Մատթեոս 25:46-ի մեջ կսե. «Անոնք պիտի երթան հավիտենական պատիժի, իսկ արդարները հավիտենական կյանքի»։ Նշենք, հավիտենական պատիժ և հավիտենական կյանք նույն բառով կնշվին ավետարանի մեջ։ Եթե կհավատանք երկնքի հավիտենականության, պետք է ընդունենք նաև դժոխքի հավիտենականությունը։ Երկրորդ, դժոխքը Աստուծո արդարության արդյունքն է։ Աստված միայն սեր չէ, սիրելիներ, ան նաև արդարություն է։ Սուրբ Գրքի մեջ կկարդանք. Աստված արդար է, արդար դատավոր է, Սաղմոս 7:11։ Ան չի կարելի անտեսել մեղքը կամ խախտե իր արդարությունը։ Դժոխքը արդար պատիժ է այն հոգիներուն, որոնք խստիվ մերժած են Աստուծո սերը, ողորմությունը և ճշմարտությունը։ Աստուծո արդարությունը կպահանջե դատաստան։ Երրորդ, դժոխքը մարդու ընտրության հետևանքն է։ Աստված երբեք մարդը դժոխքի չի ղրկեր։ Մարդը ինքը կընտրե դժոխքը։ Քրիստոս կպատմե հարուստի և Ղազարոսի արագը, ուր հարուստը դժոխքի մեջ էր, ոչ թե որովհետև չկրցավ ողորմածը լալ, այլ որովհետև չուզեց։ Գսե Ղուկաս 16:26-ի մեջ. «Մեծ անդունդ կա ձեր և մեր մեջ»։ Այս անդունդը աստվածային չէ, այլ մարդու ընտրության արդյունք, և այդ անդունդը կսկսի այս կյանքեն, երբ մարդը կմերժե Աստծո կանչը։ Չորրորդ, ինչու պատիժը հավիտենական է։ Ոմանք հարց կուտան, ինչու ժամանակավոր մեղքին պատիժը պետք է հավիտենական ըլլա։ Բայց այս հարցի մեջ սխալ մը կա։
մեղքի դեվողությունը չէ, որ գճշտե արդարությունը, այլ ընդեմ որու ուղված է մեղքը։ Երբ մեղքը ուղված է հավիտենական Աստծո թեմ, անգստանա հավիտենական հետևանք։ Անց մգրնա մեկ վարգյանով սպանել, բայց արդարությունը կբահանջե ողջ կյանքի ազատազրկում։ 5. Դժոխքը Աստծո սերը մերժելու ավարտական գայացումն է։ Սուրբ Գրիգորն Ուսացին գսե. Աստվածաշունչի դժոխքի սոսկ բադիժը չէ, այլ Աստծո սերը փորձված մեղքի չափով։ Այլ խոսքով, դժոխքը ոչ թե Աստծո բացակայությունն է, այլ Աստծո ներկայությունը առանց Քրիստոսի։ Այս սիրո լույսը առանց ներումի կդառնա այրող կրակ։ 6. Աստված չուրախանար դժոխքով սիրեիներ։ Եզեկիելի մարգարեության մեջ Աստված գսե. չեմ ուզեր մեղավորի մահը, այլ որ ան ապաշխարե եւ ապրի։ Եզեկիել 33:11։ Աստված կսպասե մինչև վերջին բահը։ Տեր Հիսուսը անասելի քին մը վճարեց, որովհետեւ մարդը դժոխք չընտրե։ Այս քարոզը ոչ թե վախի, այլ սիրո գոչմն է, ցեզ հիշեցնելու, որ թեր ժամանակ կա։ Արդարությունը քալու է, բայց այսօր ողորմության օրն է դակավին։ Թող ոչ ոք չընտրե դժոխքի ճանապարհը, թող բոլորս դառնանք այն լույսին կողմը, որ մեզ բրգեց իր խաչով։ Ես ամբարդ եմ ձեր արյունեն, քանի երբեք չլրեցի։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ բոլորիդ։